Սա ինչ պահվածք է։ Եվ ուզում եմ ասել հետևյալ, որ Հայաստանի Հանրապետությունում գործած իշխանության ղեկավարը չի կարա իրան դնի Կադաֆիի տեղը։ Դու Կադաֆին չես, դու չես դառնա Կադաֆի։ Եվ ոնց են դիկտատոր դառնում։ Սենց էլի սենց քայլերով, սենց քիչ դառնում են դիկտատոր։ Ուր են նախկին բոլոր ոստիկանապետերը, ուր են հենց հիմա նախկին բոլոր ոստիկանապետերը։ Կարա մեկը ասի։ Նայեք ուր են բոլոր նախկին ոստիկանության պետերը, ովքեր որ եղել են այս կառավարության հետ։ Ուր են։ Եվ բոլորը պետք է իմանան, այսօրվա ոստիկանապետն է պետք է իմանա, որ նույն ճակատագիրը իրան է սպասվում։ Այն մյուսներն է պետք է իմանան, բոլորն է պետք է իմանան, որ այն ինչ որ անում եք, օրենքի սահմաններում արեք։ Չափ կա, ձև կա, հարգանք կա, կարգ կա, չգիտեմ ինչ կա։ Լավ ասենք, բանը, ինչ արել էլի, ասենք Սամվել Կարապետյանն ինչ արել։ Հետո հա, ինչ արել են հետապնդում Սամվել Կարապետյանին, մեկ օր ասնի, ինչի համար են հետապնդում։ Հա, եկեղեցին է պաշտպանել։ Օ, եկեղեցին է պաշտպանել։ Ինչ եկեղեցի։ Հայ ժողովրդի 1700-ամյա եկեղեցին պաշտպանել է։ Հա, դրա համար հենց անմիջապես դրանից հետո հարձակվում են իր վրա։ Մեծ մարդիկ եք, դուք ամոթ չունեք, աբուր չունեք։ Լավ ինչ եք մտածում։ Իսկ մարդիկ գրում են, բա Նիկոլը Վաբանկ է գնում, բա հա, հասկացանք։ Նիկոլը Վաբանկ է գնում։ Բա լավ է ժողովուրդ ինչ է մտածում, մարդիկ ինչ են մտածում։ Մեռանք խոսալով, բացատրելով, բանանելով։ Ժողովուրդ ջան, այս դեպքը ամենախիստ ձևով ես դատապարտում եմ։ Թե իմ, թե մեր թիմի, մեր կուսակցության, բոլորի սանունից։ Որպես լոռեցի մարդ եմ նաև ասում, ճանաչելով Կարապետյանների ընտանիքին, գիտեմ ում մասին եմ խոսում, ինչի մասին եմ խոսում, ոչ մի բան չեն կարողանալու անել, եւ եթե տեսեք 50,000 մարդ կամ 100,000 մարդ էր հարգում Սամվել Կարապետյանին, այսօր Նիկոլ Փաշինյանի գործողությունների արդյունքում Սամվել Կարապետյանին հարգելու է 500,000 մարդ, կամ եթե 500,000 էր հարգում, հարգելու է 1 միլիոն մարդ, եւ այդպես շարունակ։ Եվ եթե ինչ-որ բազա, որը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, հա, քաղաքական բազա, ընտրական, էլեկտորալ ինչ-որ բազա իրան աջակցում է, այդ բազան բնականաբար այս գործողությունների արդյունքում նվազելու է։ Որ նվազելու է։ Նա իր իշխանության աղբյուր ում է համարում, եթե ոչ մեր ժողովրդին։ Ում է ուզում համարի, եթե ոչ մեր ժողովրդին։ Ումով է ուզում իշխանությունը պահի։ Այսօր պետության համը բերանները մտ կմնա։ Պետության համով դուք եք զբաղվում։ Դուք եք պետության հաշվին ապրում։ Ում եք ասում պետության համը ձեր բերանում կմնա։ Դուք եք պետության հաշվին բարձում է վարչապետի աշխատակազմի ֆինանսավորմամբ իրականացնում եք կրտվել է նորաձև է արշավը։